Շնորհակալություն Ժորժ ջան, սիրելի հայրենակիցներ, նախընտրական արշավը իր էությամբ մի process է, երբ հավակնող ուժերը, որոնք ուզում են գալ իշխանության, դիմում են ժողովրդին եւ խնդրում են մանդատ իրենց ծրագրերը իրականացնելու համար։ Այսօր մեր պացիենտը, գիտեք երևի ում մասին է խոսքը, ասեց հետևյալը. մանդատ տվեք ընդդիմադիրներին նստացնելու համար, երկար բանտերում պահելու համար։ Արդեն նստել ենք, չենք փախել, պատրաստ ենք պայքարել։ Ժորժ ջան, մենք ասում ենք, մանդատ տվեք երկիրը կառուցելու համար, երկրի անվտանգությունը ապահովելու համար, ժողովրդի բարեկեցությունը ապահովելու համար, մեր ինքնությունը պաշտպանելու համար, մեր արժանապատվությունը վերականգնելու համար, մենք ասում ենք, այս սրա համար ենք մենք մանդատ ուզում։ Ձեր ծափահարություններով ես հասկանում եմ, որ կիսում ենք մեր նպատակները։ Ժորժ ջան, ես հասկանում եմ, թե ինչ է կատարվել 18 թվականին։ Ըստ էության եղավ հեղափոխություն, իշխանափոխություն, թե իշխանափոխանցում, այսպես ասենք, մի համակցված մի process եղավ, մինչ այսօր տարբեր մարդիկ տարբեր կերպ այս ամեն անկալում, բայց հասկանում եմ նաև, որ մեր ժողովուրդը հոգնած էր մի իրավիճակից, երբ կային արտոնյալներ, երբ կային տեղական ֆեոդալներ, կային չէ։ Հիմա ինչ պատահեց։ Բոլոր այդ ֆեոդալները կամ ֆեոդալների մեծ մասը կոշիկները փոխեցին եւ դարձան այս իշխանության ֆեոդալները։ Սրա համար է եղել 18 թվականի այդ ժողովրդական շարժումը։ Եվ այդ ֆեոդալների պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ բռնում նստացնում են նրանք, ովքեր կոշիկները չեն փոխել։ Հիմա սրա համար եք պայքարել։ Դուք գիտեք նաև ձեր մարզում կա կոշիկներ փոխած, գլխարկը փոխած այդ բան մի հայտնի բան կա, մուլտիկ կա, որ սպիտակները գալիս են, գլխարկը սենց հագում։ Հետո կարմիրներն են գալիս, գլխարկը սենց փոխում է։ Մի հատ էլ դուք ունեք այդ ձևի, որը արդեն ոչ միայն ֆեոդալ է, այլ նաև իշխանական լծակներ է ստացել։ Հո չեք զզվել այդ անուններից։ Կարծում եմ զզվել եք։ Ուրեմն ամսի 7-ին հնարավորություն ունեք այդ շղթան ջարդել, կոտրել, փոխել։ Պատրաստ եք դա անել։ Ժորժ ջան, ձեր մարզը լավ գիտեմ։ Այս սարերով ենքան եմ քայլել, շատ եմ քայլել։ Սենց մի քիչ սեր ունեմ քայլելու նկատմամբ, սար բարձրանալու նկատմամբ, մեկ էլ կակավ կրակելու նկատմամբ, սենց խոստովանում եմ դա։ Բայց նաև ձեր մարզում իմ նախագահ ժամանակ բավական աշխատանքներ եք արել։ Ինքնահոս ոռոգման ջրերի համակարգ հենց այն ժամանակ ենք դրել։ Եվ դեռ անելիքներ կան։ Գիտեմ ձեր խնդիրները լավ գիտեմ։ Լուծելու ենք այդ հարցերը։ Անելու ենք ամեն ինչ, որ գյուղ մթերքի, մթերման հարց դուք չունենանք։ Այսօր մեծ վտանգ է մեր առջև կանգնած։ Այսօր այն ինչ կատարվում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ուղղակի ծանր հետևանքների է կարող բերել մեր գյուղացիներին։ Գյուղարտադրանքի արտահանում Ռուսաստան սահմանափակվում է եւ այս իշխանությունը անում է ամեն ինչ օվկիանոսի ինչ որ հերավոր տեղերում մարդկանց դուր գալու համար, բայց սեփական ժողովրդի բարեկեցությունը խաթարելու համար։ Թույլ չենք տա։ Եվ դուք պետք է մեզ օգնենք թույլ չտալու, որ ձեր դեղցը կարողանաք վաճառեք, որ ձեր խաղողից արտադրած գինին
արտահանվի, որ դուք եկամուտներ ունենաք եւ դուք ազատ եւ լավ շնչեք։ Սա մենք ձեզ երաշխավորում ենք։ Լրել է, կարողա չեք ուզում դա։ Կամ ինչ շատ պարզ ճանապարհ այս հարցերի լուծման համար։ Համարձակ ձևով հունիսի 7-ին գնալ տեղամաս եւ քվեարկել համար 17-ին։ Ժողովուրդ ջան, ով քվեարկում է 16, քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Իլհամի համար։ Իլհամ Ալիևի տուզիկը չպետք է դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Մեր արժանապատվությունը պետք է վերականգնենք։ Մեր ժողովրդի իշխանությունը պետք է ծառայի միայն մեր ժողովրդին եւ ոչ մեկին։ Եվ պետք է բավարար հարգանք ունենա, որ այլ երկրների առաջնորդները ոչ թե այս սենսանով շփվեն, կարգադրելով խոսան այդ մարդկանց հետ։ Ունենանք հարգանք, փոխադարձ հարգանք եւ այդ փոխադարձ հարգանքով առաջ մղել Հայաստանի Հանրապետության շահերը։ Այսօր այս իշխանության արտաքին քաղաքականությունը անում է ճիշտ հակառակը։ Եվ պետք է ձեռից բռնենք։ Ես Ղարաբաղի բարբառով այսօր միտեղ ասացի խզկոթից բռնենք եւ դուրս շպրտենք։ Եվ դա կարող եք անել դուք։ Մենք էլ այդ պայքարի առաջնագծում ենք, երբեք հետ չենք նայել, երբեք այդ զադնի բանը մենք չունենք, ուրեմն առաջ, բայց վստահ պետք է լինենք, որ մեր թիկունքում կաք դուք եւ ձեր աջակցությունը։ Համաձայն եք։ Ուրեմն առաջ, ուրեմն հունիսի 7-ին համար 17 եւ մի հատ էլ հունիսի 7 համար 17 եւ քվեարկում ենք Հայաստանի համար։ Այո։ Շնորհակալություն։ Ժորժ ջան, շնորհակալություն։ Ժորժ արդեն ես ձեզ վերջում ուզում եմ ասել, սիրում եմ ձեզ, ռիսկ չարեցի, ասես այս սերը մի խայտարակ բառ դառավ, ես հարամեցին ամեն ինչ։ Այ ճիշտ է։ Բայց ասեմ ես զորով ինձ պահեցի դա չասելու համար։ Հիմա բառեր կա, որ նորմալ բառեր է, բայց այդ մուրտար բերաններից, որ այդ բառերը դուրս են գալիս, արդեն չես կարող դու էլ օգտագործես։ Ուրեմն պետք է շտկենք, հետո դեզինֆեկցիա անենք, վնասազերծենք եւ շարժվենք առաջ։ Ձեր ցավը տանենք։ Շնորհակալություն։ Լավ է։